Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլը պլանավորումը դա պղծելն է էջմիածինը եւ այն էջմիածնի հանդարտությունը, խաղաղությունը հայ ժողովրդի համար բացարձակ ոչ ձեռնահաս սիմվոլ լինելու իրողությունը փոխելն է եւ պղծելն է։ Ինքը ամեն ինչն է տենց արել։ Ինքը 18 թվականին, երբ որ ասում էր կլուբնիկա պետք բանակին, ինքը կներեք թքած ուներ զինվորը ինչա ուտելու։ Ինքը պետք է այդ բանակը ուղղակի նվաստացներ, հասցներ կլուբնիկ ուտողի մակարդակի։ Ինքը ամեն ինչ անում է երկու բան մոռացության մատնելու համար։ Առաջինը, որ 2018 թվականի իշխանազավթումը որևէ մեկը չհիշի, չբացահայտի, չհետաքննի, թե ոնց եղավ, որտեղ մեղքը գցելա ժողովրդի վրա, չէ, ասելա ժողովուրդն է ինձ բերել։ Եվ երկրորդը, 2020 թվականի իր բերած դավաճանական պատերազմը հանկարծ չբացահայտվի, չիմանան ոնց ա եղել եւ ոնց ա ինքը հողերը հանձնել։ Այս երկու բանից է սարսափում։ Եվ այս բոլոր օրակարգերի շեղումը, եկեղեցու վրա հարձակումները, պատմության քանդումը նրա համար է, որ այս երկու իրադարձությունը մոռացության տա։ Եվրոպայից այդ օքեյը ստացել է, ասեցին ուզում ես ծեծով, ջարդով, վախով, բանտով, մեզ համար միևնույն է, դու մեզ համար ընդունելի եւ ընկալելի ոչնչություն ես, որովհետեւ իրենք սիրում են իրենց ծառայող ոչնչություններին։ Մենք պիտի հասկանանք, որ պայքարում ենք ոչ թե մանդատ ունենալու եւ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու համար, որտեվ դա ամոթել չի, չգիտեմ դա ինչ է, էլի խայտարակություն է ուղղակի, այլ պայքարում ենք իրականում ինքներս մեզ էլ ազատագրելու համար։ Ինքներս մեր ինքնությունը պահպանելու եւ վերջի վերջո մեր երազանքների իրականացումը մեր հայրենիքում կազմակերպելու եւ մեր հայրենիքը տեսնելու։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Տիկին Մկրտչյան, մենք երեք կրկին, հա, այսպես մի աղմկահարույց հայտարարություն լսեցինք, այն 10 տիրադավ եպիսկոպոսները, ովքեր որ Նիկոլի ձեռքը սեղմեցին, Նիկոլից օրհնություն ստացան, դավաճանեցին Մայրաթոռը, հայտարարեցին, որ այսօր պետքա գնալ Մայրաթոռ եւ հանգստի ուղարկել ամենայն հայոց կաթողիկոսին։ Այն կաթողիկոսի, որը ընտրված կաթողիկոս է, եւ ես մեկ-մեկ ուզում եմ հասկանալ այս դավաճանության չափը ուր է տանը, որովհետեւ մենք գիտենք, հա, գլխավոր մեղավորի, գլխավոր դավաճանի մեղքերը ինչքան շատ են, բայց այս եպիսկոպոսները փաստորեն պակաս մեղավորության այդ շղթան չի էլի, որ մենակ Նիկոլն է լրացնում, փաստորեն կան դավադիր, ազգադավ մարդիկ, ովքեր որ այո, համաձայն են այն ինչ որ կատարվում է Հայաստանի Հանրապետության հետ, այն ինչ որ կատարվեց Արցախի հետ։ Հիմա այս մարդիկ փորձում են իրենց շուրջ հավաքել մարդկանց եւ մենք գիտենք ուր է տանելու, հա, Եվրոպան տվեց Նիկոլին համաձայնություն, որ ինչ ուզում ես արա, Նիկոլն էլ դրսից տղերք բերելու սովորություն ունի, որտեղ մենակ չի կարողանալու անել ինչքան էլ որ իրան համարում է գելխեղտ, դա ամբողջը գիտենք, բայց հիմա ինչ է սպասվում մեզ։ Մենք գիտենք, հա, որ ինքը տանում է քաղաքացիական բախումների, հոգևորականության դաշտում է ինքը փորձում պարակտում մտցնել։ Փոքր էս ամեն ինչի մասին։ Այնպես ինչպես արել է ողջ հայ հասարակության հետ եւ թույլ տվեք ասեմ ոչ միայն Հայաստանում գտնվող, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի հետ։ Սևի, սպիտակի, նախկինի, ներկայի Հիշում եք, այս ամեն ինչը շատ սկզբից իրականում թույլ տվեք ասեմ, որ բացահայտության սահմաններում գործող, այլ բան է, որոշներս նկատում էինք, որոշներս չէ։ Եպիսկոպոսներից խոսեցիք, ես կարծում եմ իրենց ավելի տիպիկ կլինի այլևս անվանել կոմպրոմատների գերիներ, բայց ես ամենևին նպատակ չունեմ սա ասելով իրենց արդարացնել, ասել այ տեսեք մարդիկ կոմպրոմատների տակ ճկռած դրա համար գնացել են Նիկոլի առաջ խոնարհվելու։ Սա իրենց համար արդարացում չէ, սա ցույց է տալիս իրենց վախկոտ, թույլ անկամք էությունը եւ սա այն ամենաբարենպաստ հատկանիշներն են, որոնցով Նիկոլը սկսում է համագործակցել այս կամ այն անձի հետ, ավելի ճիշտ օգտագործել այս կամ այն անձին անկախ իր աշխարհիկ կամ հոգեվոր կարգավիճակից։ Իրենք ընտրեցին Նիկոլին ծառայությունը, փոխարենը կանգնեն իրենց հոգեվոր կառույցի, իրենց հասարակության, իրենց
հավատացյալ քաղաքացիների կողքին։ Իրենց ընտրությունը եւ նախընտրությունը հստակ է։ Ես կարծում եմ մենք այլևս պիտի չսահմանափակենք ինքներս մեզ խոսելու ինչ որ մարդկանց մասին, որովհետեւ Նիկոլ այդ կաղապարներից լավագույնս օգտվում է։ Ինքը մի կողմից փորձում է ամեն ինչ անել, պառակտել հայ առաքելական եկեղեցին, քանդել հայ առաքելական եկեղեցին, ուղղակի գործում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այնտեղ հավատացեք, ինքը անձերի խնդիր չունի։ Ինքը 18 թվականին խնդիր չուներ վեհափառ հայրապետի անձի հետ, որովհետև այդ փուլը ծրագրային իրականացման տեսանկյունից ինչ որ հանձնարարված ա եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դեռևս այդ փուլին հասած չէր։ Դրա համար սելֆի էր անում, մայրաթոռել էր գնում, խոնարհվում էր ձևականի իմաստով, չէ՞։ Այո, հիշում եք Աննա Հակոբյանի հանդիպումը վեհափառի հետ։ Այո, դժվար է դրանց ինչ որ հոգևոր իհարկե հանդիպումներ կոչել, բայց ամեն դեպքում դրանք գոնե ձևական իմաստով տեղ էին գտնում։ Այ հենց այդ բոլոր օքեյները ստացավ, եկավ, հասավ, Արցախ չկա, Հայաստանի տարածքային ամբողջականություն չկա, հայոց պատմություն չկա, հայ առաքելական եկեղեցու պատմություն չկա, մենք չունենք արդեն Արարատի եւ հայոց ցեղասպանությանը անդրադառնալու ինստիտուցիոնալ եւ պետական հիմքեր եւ նպատակներ, որտեղ ինքը դրանք ամբողջությամբ երկրորդական պլան ա մղել, այ հիմա հերթը արդեն Էջմիածնի օկուպացիային է հասել բառից բուն իմաստով, որովհետեւ Ալիևը այնքան շատ բան է ստացել, Թուրքիան եւ Ադրբեջանը այնքան շատ են իրենց պետական շահը Երևանի կենտրոնից կարողացել առաջ մղել, որ հիմա հերթը հասել է աչքները ընկել է արդեն Էջմիածնի օկուպացիայի վրա։ Այո, ցավալիորեն Եվրոպայից այդ օքեյը ստացել է, ասեցին ուզում ես ծեծով, ջարդով, վախով, բանտով, մեզ համար միևնույն է, դու մեզ համար ընդունելի եւ ընկալելի ոչնչություն ես, որովհետեւ իրենք սիրում են իրենց ծառայող ոչնչություններին, պահում են իրենց ծառայող ոչնչությունները, այո, մինչեւ պոկելու բան կա այդ ազգից, մինչեւ պոկելու բան կա այդ պետությունից, իրենք կպահեն, կփայփայեն Նիկոլին, հայ ժողովրդի շահերին հակառակ, հայոց պետականության շահերին հակառակ, որտեղ ես չի որ պիտի եվրոպական կառույցների կամ իրենց մարդու իրավունքների պաշտպան հռչակածների երկերեսանիության, կեղծավորության մասին խոսեմ, երկակի ստանդարտների մասին խոսեմ, մեր աչքի առաջ է եղել Արցախում ցեղասպանական գործողությունները, որ չեն ստացել արձագանք, մեր աչքի առաջ են տարբեր պետություններում մեզնից հեռու եւ մոտ ինչեր են կատարվել եւ որևէ արձագանք, անգամ մարդասիրական արձագանք չկա։ Ես միշտ այդ վերջին տարիներին հատկապես եվրոպական կառույցների այդ միջազգային կառույցները, ովքեր մարդուն բարձրագույն արժեք են հռչակել, այս արտահայտությունը հիշելուց, այդ ՄԱԿ-ը, որ ընդհանրապես մակետի դերակատարումը արդեն իրականացնում, մի տեսարան է աչքիս առաջ գալիս, եթե մեզնից անգամ վերանանք, որովհետև Արցախահայության հետ կատարվածը մեզ համար էմոցիոնալ շատ ավելի մեծ բեռ է, եթե տեսնենք որոշ հատվածներում ինչ էր կատարվում եւ այդ մարդիկ ցեղասպանության գործողությունները կանխելու համար այլ ազգերի մասին է խոսքը, ընդհանրապես օդից օվկիանոս էին շպրտում մի քանի լիտր ջուր, վստահ եմ դուք էլ կհիշեք եւ կհասկանաք ինչի մասին է խոսքը, նույնիսկ չգիտեին էլ այդ խմելու ջուրը հասնելու է եւ ամենայն հավանականությամբ չի էլ հասել, մնացել է օվկիանոսի կենտրոնում։ Այ իրենց մարդասիրական էությունը սահմանափակվում էր այդ օդից դեպի օվկիանոս իջեցված մի քանի լիտր, մի քանի հազար մարդուն ընդհանրապես մի քանի լիտր ջուր մատակարարելու կեղծ տեսարանով։ Իրենք սա են։ Մենք այս ամեն ինչը մի կողմ, մենք անընդհատ խոսում ենք այս ամեն ինչի մասին, դավաճանական քայլեր, ծրագրեր, որը կոնկրետ բաց տեքստով Նիկոլը հայտարարում է եւ հասնում է իր նշանակետին, ուզածին, ցանկություններին։ Հիմա Տիկին Մկրտչյան, ես անընդհատ ինչ որ լուծում եմ փորձում գտնել, ոնց կարելի է այս ամեն ինչը մի կողմ դնել, ընդդիմադիր կողմը հատկապես, հա, ովքեր որ ունեն անձնական, չգիտեմ, չեմ ուզում ասել վրեժխնդրություն, բայց կան թևեր, որ չեն կարողանում հանդուրժել մեկը մյուսին, բայց չգիտես ինչու Նիկոլի ջրաղացին ենք այդ սպարագայում, հա, ջուր ավելացնում եւ ուզում եմ հասկանալ, այս դավադիր քայլերը մենք տեսնում ենք վերջին շանսը եկեղեցին է, որը կանգուն էր, կուռ էր, բայց հիմա տեսնում ենք, որ հիմքերը թուլանում են եւ մենք չգիտենք վեհափառի հետ ինչ կատարվի, ճակատագիրը ուր կտանի։ Ինչու չենք կարողանում միահամուռ կերպով փորձել դուրս գալ Նիկոլից։ Ես էլ եմ այդ հարցի շուրջ շատ եմ մտածում։ Գոնե եկեղեցին պետք է մեզ, հա։ Այո, ես ուզում եմ իմ եզրահանգմամբ ձեզ հետ կիսվել, ես կարծում եմ շատ մարդիկ, որ ասիկ իրար հանդեպ ավելի կատաղի են պայքարում Նիկոլի ջրաղացին ջուր լցնելով, դա մի բանի պատճառով է, վախի պատճառով է, որտեվ այդ մարդիկ վախենում են Նիկոլի ստեղծած բռնաճնշումների
թափանիվի տակ հայտնվել, իրենք դրանից խուսափում են եւ փորձում են կարգավիճակ պահել, հարվածելով այլընտրանքային թիրախների։ Օրինակ, ընդդիմությունից շատ մարդիկ իրենց իբր ընդդիմություն հռչակած, սա նաեւ ցուցիչ է շատ լավ իրենց բացահայտելու կլսեք իրենց խոսույթում, այնպես տպավորություն են, որ հայ առաքելական եկեղեցուն են պաշտպանում, բայց այն միշտ նախադասության մեջ ինչ որ միտեղ կարողանում են խցկել, որ իրենք դեմ են, որ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվի։ Այ օրինակ այս նախադասությունն ասող մարդը Նիկոլի ծառաներից եւ իրավապահ համակարգից, որը ստրկացած է հիմա Իրան եւ իր ամենաանբարո գործողությունների եւ հրահանգները կատարում է մեր սրբազան հայրերի նկատմամբ, ոչնչով չի տարբերվում, որովհետեւ այս մարդիկ նույնացած են Նիկոլի խոսույթի հետ։ Իրենք պատրաստ են ամեն ինչում մեղավորներ գտնել Նիկոլից դուրս, հա ինքը վատնա, բայց ձևակերպումը արդեն ամեն ինչ սպանում է։ Ինչ ասել են բայցից առաջ պիտի մոռանաք եւ բայցից հետո միայն լսեք, որովհետեւ իրենց իրական նպատակները արտահայտվում են այդ բայցից հետո։ Երբ որ ինձ ասում են եկեղեցին քաղաքականացվեց, ակտիվացավ այս գործողությունները, ես միանգամից հիշում եմ, թե այն ժամանակ, երբ որ կար Հայաստանի պետականությունը, մինչեւ 2018 թվականի զավթումը, թուրքերը օրինակ ինչ խոսույթով էին փորձում կանխել եւ կանխարգելել մեր պետության ջանքերը միջազգային հանրության մոտ եւ միջազգային հանրության կողմից հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ։ Գիտեք ինչ էին ասում։ Ամենատարածված խոսույթը, ասում են մի քաղաքականացրեք։ Դա քաղաքական հարց է։ Հիմա նույնը ասում է հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ Նիկոլ։ Այ Նիկոլի ու Թուրքի նարատիվների միասնականությունը այս սրա մեջ է արտացոլվում։ Եթե հայ առաքելական եկեղեցու արձագանքը պետության նկատմամբ գործող դավաճանությանը, Արցախահայերի ճակատագրին, այդ քաղաքականությունը, ուրեմն մենք ընդդիմությունով լավ չենք պատկերացնում եւ լավ չենք հասկանում ինչի մասն է խոսքը։ Եթե մենք համարում ենք, որ Նիկոլը պիտի գնա եկեղեցիները պղծի, հետո մենք այդ եկեղեցիների նկարները մեր Facebook-ում տեղադրենք ու համարենք, որ այ վերջի գործողությունը մեջն էր, կներեք էլի, ես նույնիսկ չգիտեմ մենք ինքներս մեզ ենք խաբում, թե մենք ուղղակի նենգաբար խաբում ենք մեր ժողովրդին, ինչը անթույլատրելի է։ Ակնհայտ է, չէ՞ որ ամեն ինչի սկզբնաղբյուրը Նիկոլն է։ Այո, պետք է գնալ ու կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին։ Ինչպես պետք էր կանգնել սրբազանների կողքին, ինչպես պետք էր կանգնել այն տասնյակ քաղաքական բանտարկյալների կողքին, ովքեր հիմա բանտերում են։ Լուծումը ո՞րն է։ Մեր աչքի առաջ չեն տանում այդ մարդկանց կալանավորում։ Գնում ենք դատարանների մոտ կանգնում ենք, ճանապարհում ենք այդ մարդկանց հետ ենք գալիս։ Այո, հանձնում ենք Նիկոլին, զոհաբերում ենք հերթական տասնյակին ամեն ամիս եւ գնում ենք տուն։ Ես կարծում եմ ընդդիմությունը խնդիր ունի վախերը հաղթահարելու, ձեր ասած իրար հանդեպ, ես չգիտեմ ովքեր են վրեժ խնդիր իրար հանդեպ, բայց նշանակում է ուրեմն այդտեղ մենք ավելի մեծ խնդրեմ ունենք։ Մենք Նիկոլի դավաճանությունները թողած անձնական քինախնդրությամբ ենք զբաղված։ Անթույլատրելի, անհասկանալի մարդիկ, ովքեր մտածում են, որ ազգային ժողովում մանդատ ունենալ է այսօր առավելությունը եւ պետք է շարունակել այդ գործողությունները եկող մի քանի ամիսներից հետո հաջորդող իրադարձությունների ժամանակ, ես իրոք խղճում եմ այդ մարդկանց։ Վայ նրանց, ինչ ասեմ։ Այո, իրականում խղճում եմ, որովհետեւ Նիկոլի հետ ապագա չկա, եւ եթե մեր երկիրը ապագա չունի, նշանակում է ոչ մեկ մեզնից ապագա չի ունենալու։ Դա նաեւ էգոիստական ընկալում է։ Հայ առաքելական եկեղեցին, երբ որ Նիկոլը քանդում է եւ Էջմիածինը հանձնել է Թուրքին ու Ադրբեջանցուն օկուպացիայի, հայ ժողովուրդը մենք անհատները, հայ անհատները չենք լինելու ոչ ինքնությամբ, ոչ արժանապատվությամբ։ Տիկին Մկրտչյան, նաև այս օրերին ՔՊ-ի ներսում բավականին այսպես չեմ ուզում այդ բառը ասել տարաձայնություններ, որտեղ այդտեղ տարաձայնություններ չկա, պիտի ձայն լինի, որ մի հատ է տարաձայնություններ լինեն եւ դրա շղարշի ներքո փորձեն ինչ-որ բանի հասնել։ Ամբողջին բնորոշ խժոռումներ են։ Այո, իրենք էլ մանդատի կռիվ ունեն եւ փորձում են այդ ցուցակում տեղավորվել, հա, որովհետեւ ինչ ա եղել, որ այդ կնոպկենա մի մատի սեղմումով կարող են անել եւ Նիկոլի այդ թելադրանքները սիրով եւ կռացած փորձել ծառայել նրան եւ Թուրքին բնականաբար։ Հիմա այս մարդիկ ջանում են, որպեսզի ցուցակում հայտնվեն եւ հայտարարվեց, որ պետքա այն մարդիկ, ովքեր լինեն ցուցակում, վճարում անեն, ով ավելի շատ կանի, նա ավելի շատ այդպես առաջ կգնա, անհեթեթության մի այսպես բան, բայց ամեն դեպքում ուտում են իրար։ Եվ օթից կախված, ինչպես Նիկոլն էր սիրում այդ բառը ասել, մեզ էլ է գալի տեղ հասնում, որ ԿՊԱ-ականները որոշում են, որ ներսից քանդեն Նիկոլի տակը։ Նման բան հնարավոր է, թե ոչ։ Եվ ինչու ընդդիմության որոշ շրջանակներ, որոնք ունեն այդ դրա հնարավորությունը, չեն փորձել, հա, մինչ օրս ԿՊԱ-ականների հետ աշխատել
անվստահությունից բռնած եւ այլ ինչ որ պետք էր կարող էինք նաեւ հասնել վերջնակետին Նիկոլին հեռացնելով եւ ազատագրելով երկիրը։ Նիկոլի այդ խաժամուղը գործում է իսկը բանդայի տրամաբանության մեջ։ Իրենք ունեն կազմակերպված հիերարխիկ բնույթ, ով ինչ պետք է անի այդ բանդայում, ով ինչ գործողություն ունի անելու, եւ որ ասում եք իրենք անձնուրաց փորձում են այդ ցուցակում հայտնվել, նաեւ այդ հանցագործությունների պարտակումը ապահովելու իրենց համար դա հնարավորություն է, այո, որտեղ եթե դուրս մնան, այո, դուրս են մնում նաեւ այդ իրենց բանդայի շրջանակներում պաշտպանվածությունից, իսկ այդ պաշտպանվածությունից դուրս դուք տեսել եք իրենք փողոցում քայլել չեն կարողանում, ինչքան էլ ձևացնեն են 1000 ախրանիկը հետևը ծառի տակ, Նիկոլի ասած խալադելնիկի ոտի տակ, կոնդիցիոների մեջ թաքնված լինեն, ակնհայտ է, չէ՞, որ ամբողջ Հայաստանը գիտի, իրենք առանց անվտանգային ծառայությունների պաշտպանության, ընդ որում բիրտ պաշտպանության եւ բիրտ միջամտության իրենք չեն կարողանում Հայաստանի քաղաքացիների թեկուզ 10 քաղաքացու իրենց հետ չկապված եւ իրենցից չկաշկանդված քաղաքացիների հետ շփվել։ Շատ ակնհայտ է, մենք միլիոն օրինակներ սրան համար կարող ենք բերել։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստի, այ հեսա իրանք կքանդվեն, որովհետև բանդան չի շատ դժվար է քանդվում, եթե նույնիսկ քանդվում է, եւ մեր երկիրն էլ այդքան ժամանակ չունի, որովհետև իրանց քանդվելը չգիտես երբ կլինի, բայց մեր երկրի հանձնումը գոնե արդեն նախաստորագրել է օգոստոսի 8-ին, Արցախը ամբողջությամբ կապիտուլացրել հանձնել է, կեսը բանավոր պայմանավորվածություններով, կեսը թղթին հանձնած ինչ-որ հայտարարություններով, նույնը անելու է ինքը Հայաստանի հետ։ Այո, տեղ կար աշխատելու եւ շատ էր այդ տեղը։ Ես այս 5 տարիները ազգային ժողովի համարում եմ մանդատ ունեցող անձանց համար անցկացրած ոչ արդյունավետ, որտեղ մեզնից շատ-շատերը ինչ որ ժամանակ տարված էին իրենց պայստկաներով։ Շատ-շատերը տարված էին ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություններով։ Մարդիկ կարծում էին, եւ հիմա էլ վստահ եմ շատերը կարծում են ընդդիմադիրների մասին է խոսքը, որ շատ կարեւոր է թե ազգային ժողովի արձանագրային մատյանում քանի օրինագծի առաջ կգրվի իրենց անուն ազգանունը։ Տենց բաներով են տարված։ Դա ինչ է տալիս իրանց։ Չգիտեմ, երևի կարծում են, որ լավագույն ձևը պատմության մեջ մնալու կամ առավելագույն ձևը իրենց համար պատմության մեջ մնալու այդ արձանագրային մատյանում արձանագրված լինելն է։ Պատմության մեջ մնալու է այս խորհրդարանը, դավաճանական խորհրդարանը։ Այո, դավաճանական խորհրդարան եւ մի հատվածն է լավագույն դեպքում անգործության, անճարության եւ անկարողության մատնված մարդկանց մի համախումբ։ 4 տարին էս 5 տարին ազգային ժողովի անարդյունավետ էր, ընդդիմությունը որպես 35-6 падգամավոր ունեցող 34 падգամավոր ունեցող մարդկանց միավորում չի կարողացել անել այն ինչի համար կոչված էր, որովհետև մենք հայտարարել էինք եւ համոզմունք էլ ունեինք, որ գնում ենք Նիկոլին այնտեղից հեռացնելու։ Շատ մարդիկ վարքագիծը փոխեցին այդ դահլիճ առաջին իսկ պահից։ Որոշներ իրենց վարքագիծը փոխեցին մի քանի տարի անց, բայց արդյունքը մնաց այն, որ նույնիսկ վերջում, երբ որ այս 1 տարվա ընթացքում մենք փորձում ենք արդեն անվստահության գործընթաց նախաձեռնել, մեզնից այդ փոքրաթիվ падգամավորներից, այսինքն 4-6 հոգուց, պահանջվեց 4 ամիս, որպեսզի կարողանան ընդդիմության կարծես թե ոչ մի դժվարություն եւ արհեստական խոչընդոտի չհանդիպող ստորագրությունները ստանալ։ Ես անկեղծորեն մեծ շոկ եմ ապրել այդ 4 ամիսների ընթացքում։ Ես չէի հասկանում դա ինչպես կարողանել, որտեղ ես հիշում էի նախորդ 4 տարիները։ Եվ իմ ասածը ապացուցվում է։ Չի եղել գեթ մեկ հայտարարություն, մեկ նախագիծ, նախաձեռնություն, որի մեջ գրված է եղել Նիկոլի դեմ բառակապակցությունը, որի էությունը ամբողջությամբ խոսել է Նիկոլի դեմ, ու ես 4 ամիս ինչ որ մեկին տանեմ բերեմ, այդ իմ ոչինչ չասող, փոքր, հարց չլուծող ստորագրությունը հանձնելու համար։ Ինձ համար դա անիմաստ ժամանակի վատնում է։ Դե հիմա Տիկին Մկրտչյան ասում են ստորագրություն եք ուզում, մենք տվել ենք այդ ստորագրությունը, այլ ինչ եք ուզում։ Իրենցից բանել չենք ուզում։ Գիտեք, ես իրենցից արդեն շատ վաղուց չեմ ուզում։ Այն մարդը, որ Նիկոլին պարոն վարչապետով է դիմում, ես իրենցից ոչ մի բան չեմ ուզում։ Ես հիմա իմ կուսակցության հետ ստանձնած լինելով այդ քաղաքական պատասխանատվությունը եւ այն մեծագույն առավելությունը ես վստահությամբ եմ սա ասում հայ ժողովրդին պարգևելու 2026 թվական առանց Նիկոլի ընտրություններ, առանց Նիկոլի քաղաքական process-ներ, ինչը հանգստության, հանդարտության ու հանդուրժողականության սիմվոլը կլինի։ Մենք այդ ծանրությունը մեր վրա վերցրած գնում ենք։ Ես կարող եմ ինչ որ բնորոտ
ավելի շատ բացել մեր զրույցի ժամանակ, թե ինչպես կբնորոշեմ այս կամ այն ԿՊԱ-կանի պահվածքը, որն է հակված համազգային հակազդեցության արդյունքում ստորագրելը, բայց ես վստահ եմ, գիտեք, այս եթեր գնալուց հետո Նիկոլի համար խնդիր չի առաջացնի այդ մարդկանց համար խնդիր ստեղծել, որովհետև ինձ դից է լավ գիտեք, եթե ինքը որոշի, որ այս մեր եթերը պետք է բնորոշվի որպես ահաբեկչական ակտ, ուրեմն կբնորոշվի։ Հետևաբար եկեք մեզնից բացի գոնե որևէ մեկին լրացուցիչ չվնասենք եւ ամենակարևորը չվնասենք այն մեծ ակնկալիքին, որը հիմա կա անվստահության գործընթացը նախաձեռնելով։ Ես շատ կարևոր բան եմ ուզում ասել, այն բոլոր մարդիկ, որ ասում էին անլուրջ է, ձևացնում են, քաղաքական ամբիցիա են իրացնում, իբր հանրապետականին են ուզում վերակենդանացնել, այդ մարդիկ, ովքեր 2018 թվականին փորձում էին թաղել այդ քաղաքական կազմակերպությունները եւ չէին հաջողում, հիմա այդ նույն գործի վրա են, էլի։ Տպավորություն ստեղծելով, որ դե հա պարզ չի, որ Նիկոլն սրան լուրջ չի վերաբերում։ Նիկոլը սրանից այնքան է վախենում, որ Դավիթ Համբարձումյանը մարդով քաղաքական հայտ է ներկայացրել, ոչ մի գործողություն չհասցրեց է անել, միանգամից փակեցին։ Քաղաքական հայտ է ներկայացրել, քաղաքական process-ին սահմանադրությամբ ամրագրված, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով կարգավիճակ նախատեսված ստանձնելու։ Նենց հոդվածով, նենց ժամկետով են փակել, որ այս 30 տարվա ընթացքում նույնիսկ ռեցիդիվիստներին այդ տարիք այդ պատժաչափով, այդ պատժատեսակով եւ այդ հանցակազմի համար դատած չկան։ Եվ հիմա ես չգիտեմ իհարկե մեր եթերը գնալուց ինչ կլինի այս ժամերի ընթացքում, որովհետեւ մենք տեսնում ենք Թույլ կտակ կռահեմ, ներողություն եմ խնդրում։ Ինչ է լինելու, օրինակ այսօր մայրաթողում։ Այն ինչ որ այսօր հենց հիմա այս զրույցը ձայնագրելու ընթացքում Նիկոլը պլանավորում է, դա պղծելն է Էջմիածինը եւ այն Էջմիածնի հանդարտությունը, խաղաղությունը հայ ժողովրդի համար բացարձակ ոչ ձեռնահաս սիմվոլ լինելու իրողությունը փոխելն է եւ պղծելն է։ Ինքը ամեն ինչն է տենց արել։ Ինքը 18 թվականին, երբ որ ասում էր կլուբնիկա պետք բանակին, ինքը կներեք թքած ուներ զինվորը ինչա ուտելու։ Ինքը պետք է այդ բանակը ուղղակի նվաստացներ, հասցներ կլուբնիկ ուտողի մակարդակի։ Ինքը երբ որ այդ գեներալներին իհարկե ցույց տվեցին, որ արժանապատվությունից այդքան էլ ուժեղ չեն, բայց երբ որ իր հրաժարականը պահանջելուց հետո գնում եւ ստիպում էր, որ իրեն պատվի առնեն, ինքը թքած ուներ այդ գեներալներից յուրաքանչյուրի վրա, որովհետեւ ցանկացածին այդ պահին կարող էր կալանավորել, բայց իր խնդիրը իրենց անձը չէր, խնդիրը իրենց ներկայացրած կառույցը փշուր անելն էր։ Երբ որ ինքը հայոց պատմությունը հանում եւ խոսում է Հայաստանի պատմության մասին, ինքը այդ դասագրքերը ոչ կարդացել է, ոչ էլ առավել եւս ինչ որ էմոցիոնալ ապրումներ ա ունենում մեր պատմական կերպարներից կամ պատմական իրադարձություններից, ինքը ինքնությունն է ոչնչացնում։ Այս ժամերին հիմա ինքը պլանավորում է ինքնության ոչնչացում։ Ես կարծում եմ անիմաստ է ինչ որ հայտարարություններ անել, յուրաքանչյուրը իր վարքագծով մի քանի ժամ հետո պիտի ցույց տա ընդեղ ա եղել, որտեղ ա եղել եւ որ կողմում ա եղել այս պատմության։ Եւ վերջում, հա, հիմա Եվրոպան երբ որ կոնկրետ Մոլդովայի օրինակով, հա, ինքը փորձեց Հայաստանին աջակցություն ցուցաբերել, այն էլ ընտրություններից առաջ, հիմա կոնկրետ մենք վստահ ենք, որ Նիկոլը ումից որ վախենում է, անազատության մեջ է պահելու մինչև ընտրություններ։ Այն մարդիկ, ովքեր որ հայտ պետքա ներկայացնեն որպես կուսակցություն եւ պետքա մրցեն ընտրություններում, ես վստահ եմ, որ հենց նորից Մոլդովայի օրինակով վստահ եմ, որ այդ կուսակցությունը չի գրանցվելու եւ ըստ երևույթին Մարդը օքեյ է ստացել է, հայ ժողովրդի դեմ պայքարելու օքեյ է ստացել է, այն թուրք ադրբեջանական կեղտոտ նավթադոլարներով գնել է ամբողջ եվրոպական կառույց եւ եվրոպական միություն, եթե դա մենք արժե համակարգային տեսանկյունից ենք նայում, իհարկե շատ դժվար է այդպես նայել, այդ մարդկանցից գնել է իր օքեյը ամեն ինչ անելու, ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ 2021 թվականին ինքը այդ միջամտությունը ստացել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով եկեք անկեղծ ասեմ։ 2018 թվականին ստեղ-ընդեղ խոստանալով որ պետությունն է ծախելու տենց է ստացել միջամտությունը եւ 2026-ին հիմա ուղիղ Եվրոպայից է ստանում այդ միջամտությունը եւ այդ թույլտվությունը ամեն ինչ անելու։ Նիկոլը երբեք առանց դրսից մարդ բերելու հայ ժողովրդի մոտ չի կարողացել ընտրվի, չի կարողացել հայ ժողովրդի ղեկավարը դառնա։ Մենք սա պետք է շատ լավ հասկանանք։ Ու եթե մարդիկ մտածում են որ 2026-ին չի հասցնի բոլորին կալանավորի, չի հասցնի ամեն ինչ կեղծի, իրենք կներեք, իրենց էլ են խափում, մեզ էլ են նենգաբար փորձում խափել։ Եթե ինչ-որ մարդիկ այնուամենայնիվ կարծում են, որ ընտրական process-ը կարելի է օգտագործել ինչ-որ բանի հասնելու համար, ուրեմն իրենք շատ լավ պիտի հասկանան, որ ընտրության
օրը Նիկոլը ոչինչ չի թողելու հայ ժողովրդի որոշմանը։ Իրենք պիտի պատրաստ լինեն հետընտրական process-ների, պայքարելու մեր ժողովրդի ինքնության ու մեր ժողովրդի քվեի համար, որովհետև Նիկոլը այսօր Վահագն Հովակիմյանի հետ, իր եվրոպական կառույցների հետ ունի գրած ժողովրդավարական ընտրություններ անցկացված լինելու մասին զեկույցներ, ունի գրած արդեն տոկոսները, թե ում ինչքան է լինելու եւ ինչքան առավելություն է ինքը ապահովելու։ Հիանալի իր Նիկոլա Ստրուկ համակարգը ունի պատրաստած կեղծ եւ կարված քրեական գործեր, որտեղ ընդհանրապես պիտի քննիչը ամսաթիվը դնի եւ ուղարկեն դատարաններ պեչատելու այդ իրանց անհասկանալի, ոնց էր ասում, վնգստացող դատավորները։ Մենք պիտի հասկանանք, որ մենք սրա հետ ենք գնում պայքարելու եւ ով եւ ինչ միջոցով ուզում է պայքարի, պիտի հասկանա, որ գործիքակազմը սա է, սրա դեմ է։ Ընտրական օրենսգրքում չպիտի նայեն ընտրությունների գործիքակազմը, ասեն հա սենց է Նիկոլը պայքարելու։ Նիկոլը երբեք ընտրական օրենսգրքով Հայաստանում ընտրություն չի արել։ Դե ինքն էլ սիրում ասել ինձ ընտրել է ժողովուրդը, ինքը կառավարությունն է արդեն, ինքը դատարանն է, հիշում եք, ինքը ամեն ինչն է այս պետության, այն բռնապետը, որին այստեղ կարգել են ճնշելու, ստորացնելու հայ ժողովրդին։ Ինքը դա անում է։ Մենք հայ ժողովրդին ազատագրելու, Հայաստանը ազատագրելու մասին պիտի մտածենք։ Ես կարծում եմ ընտրական օրենսգրքում Հայաստանը ազատագրելու ոչ մի կառուցակարգ եւ դրույթ ամրագրված չի։ Դա այդ կառավարությունը ինքն է, ժողովուրդը ինքն է, մենակ կաթողիկոսը ինքը, չէ՞, հիմա ինքն է, դա ինքը, այո։ Եվ վերջում հանրապետական կուսակցությունը այս ընտրությունները որպես այդպեսին ինչպես է գնահատում եւ մասնակցելու է 26 թվականին։ Մենք քննարկում չունենք ու մեզ ինքներս մեզ այս սահմանափակումը շատ པարզ մի բանի մասին է խոսում։ Մենք ուզում ենք ամեն ինչ անել այս ամիսների ընթացքում, որ այդ ձեր ասած իրադարձությունը գա առանց Նիկոլի։ Այսինքն Հայաստանում իրականում լինի ընտրություն, որովհետեւ եթե 26 թվականին ես པարզ ասում եմ, տեսեք, չգիտեմ 6 ամիս հետո ինչ է լինելու։ 2026 թվականին եթե Նիկոլն է ընտրություն անողը, դա ընտրություն չի։ Ինչ ուզում եք եկեք անվանենք այդ միջոցառմանը, բայց դա ընտրություն չի լինելու, արդար չի լինելու, թափանցիկ չի լինելու, հավասար պայմաններում անցկացված չի լինելու, մրցակցային չի լինելու։ Ինքը այս բոլոր ընտրական սկզբունքները խախտել է նախորդ երկու արտահերթ ընտրությունների ժամանակ, նույնը անելու այս հերթականի ժամանակ։ Այդ մարդը ի տարբերություն ընդդիմության, ընդդիմադիրների լիդերներ խաղացող որոշ անձանց, ինքը հիանալի հասկանում է, որ իր աթոռը, իր փրկության, իր բարեկեցության, իր ախրանիկների, իր լավ կյանքի միակ գրավականն է, եւ ինքը չի կարող Հայաստանում ապրել առանց այդ աթոռին վերընկած լինելու։ Այնքը դրա համար է պայքարել եւ այդ դրա համար է պայքարում։ Մենք պիտի հասկանանք, որ պայքարում ենք ոչ թե մանդատ ունենալու եւ Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատելու համար, որտեվ դա ամոթել չի, չգիտեմ դա ինչ է, էլի խայտարակություն է ուղղակի, այլ պայքարում ենք իրականում ինքներս մեզ էլ ազատագրելու համար։ Ինքներս մեր ինքնությունը պահպանելու եւ վերջի վերջո մեր երազանքների իրականացումը մեր հայրենիքում կազմակերպելու եւ մեր հայրենիքը տեսնելու, հայրենիքը օբյեկտիվ իրականությունում տեսնելու մասին։ Բայց Տիկին Մկրտչյան, այս մարդը նաեւ ասում էր, լավ, ես քխ եմ, ես վատն եմ, ես ինչ որ այ եմ, բայց եթե ես արել եմ այն ինչ որ դուք ասում եք դավաճանություն էս է, հա, դուրս եկեք հեղափոխություն արեք, հեղաշրջում արեք։ Դե մարդիկ ովքեր դուրս են գալիս խաղաղությունից, ասում են դուք ահաբեկի չեք։ Հիմա եթե ինքը մեզ այս զրույցը ահաբեկչություն բնորոշելով կտեսնի, որ հայ հասարակությունից կարողանում է վախ պոկել, ինքը դա կանի, հասկանում եք։ Ինքը ցանկացածին կմեկուսացնի եւ ցանկացած գործողության կդիմի, որպեսզի հայ ժողովրդին ոնց էր ասում, հանգիստ վերընկեք տեղներդ։ Մի կողմից ծաղրում է ասելով դե դուրս եկեք ինձ հանեք, կարեք ինձ հանեք, ավտոմատավորներին շարելով, հայ ժողովրդի վրա ուղիղ կրակ բացելով, նռնակ նետելով։ Մի տարի էլ դեռ չի անցել, նռնակները նետեց 30-ից ավել հայ ժողովրդի վրա։ Իհարկե, դեսպանները օքեյ տվել են, հենա, այնտեղից առել են իրանց արդեն թուրք-ադրբեջանական լոբիստական փողերով Նիկոլը առել է այդ մարդասերներին, ամենամեծ 21-րդ դարի ամենամեծ մարդասերներին առել են։ Դրա համար մենք այս իրականության մեջ պիտի ապրենք, մենք սա պիտի հասկանանք։ Եվ ընտրություններ, Facebook-ում եկեղեցու նկար դնելով, դա չի փոխելու Նիկոլին եւ չենք կարողանալու մենք այդպես ազատվել Նիկոլից։ Մենք պիտի չհամակերպենք այս իրավիճակի հետ ու հասկանանք, որ պայքարը պետքա լինի ազատագրական տրամաբանության մեջ, պայքարը պետքա լինի ոչ թե քաղաքական հակառակորդի։ Նիկոլը մեզ քաղաքական հակառակորդ է։ Քաղաքական հակառակորդը տավուշ է ծախում, Գորիս Կապան ճանապարհ է ծախում, 12000 քառակուսի կիլոմետր հայկական հողա Թուրքին տալիս, չէ, սա այս գործողությունները անում է դավաճանը։ Եվ մեզ մոտ, դուք ասիք, մեր ասելով դավաճանը, կապիտուլանտա, պիտի նույնիսկ մենք այդ
տերմինների մեջ պիտի տարաձայնություն չունենանք։ Չի կարող անդիմադիրներից մեկը փորձի հիմնավորի, որ Նիկոլը վատ վարչապետ է, մյուսը փորձի հիմնավորի, որ ինքը դավաճան է, որտեվ ակնհայտ է, չէ, որ ինքը դավաճան է։ Ինքը ամենաշատը պարոն Փաշինյան։ Այդպես չի լինում, ես համաձայն եմ ձեզ հետ, այդպես չի լինում, այո, որտեվ դավաճանը պարոն չի դառնում երբեք։ Ու ինքն էլ շատ լավ գիտեք, հենց դրա վրա խաղում է։ Ինքը ամեն ինչ անում է երկու բան մոռացության մատնելու համար։ Առաջինը, որ 2018 թվականի իշխանազավթումը որևէ մեկը չհիշի, չբացահայտի, չհետաքննի, թե ոնց եղավ, որտեղ մեղքը գցելա ժողովրդի վրա, չէ՞, ասելա ժողովուրդն է ինձ բերել։ Եվ երկրորդը, 2020 թվականի իր բերած դավաճանական պատերազմը հանկարծ չբացահայտվի, չիմանան ոնց է եղել եւ ոնց է ինքը հողերը հանձնել։ Այս երկու բանից է սարսափում։ Եվ այս բոլոր օրակարգերի շեղումը, եկեղեցու վրա հարձակումները, պատմության քանդումը նրա համար է, որ այս երկու իրադարձությունը մոռացության տա։ Շնորհակալ եմ զրույցի համար, հուսանք Նիկոլը 26 թվական չի հասնի։ Այո, ունենանք առանց Նիկոլ Հայաստան։ Այո, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ